Սրտի տանիքներով Մուսա Production Որտեղ ես քեզ տանը զգում իրականում։ Այս շատ նուրբ հարց է, Քնարիկ ջան, որովհետև տուն դա միայն կացարան չի, դա 4 պատ չի։ Տունը այդ մի հոգեվիճակ է, որ մենք անվերջ վերադառնում ենք, որտեղ մենք մեզ զգում ենք ապահով, որտեղ զգում ենք երջանիկ։ Ես Լոս Անջելեսում եմ ինձ շատ տանը զգում։ Երևանում եմ ինձ շատ տանը զգում։ Իմ կարծիքով տունը հայի համար հազարամյակներով ձևավորած մի հատ հասկացողություն է։ Մենք հազարամյակներով ապրել ենք տարբեր տեղեր։ Եվ հետաքրքիր է մի բան, մենք ուր գնացել ենք Հայաստան ենք կերտել։ Բայց դեգերումներից հետո մեզ պատմությունը մի պատար հայրենիք է տվել, որպեսզի մենք մեր տունը վերջապես կերտենք այստեղ։ Ու ես այստեղ եմ։ Գիտես, ինձ եմ հուզվում, երբ որ տեսնում եմ մեր լավ հայերը վերադառնում են։ Որովհետև այդ վերադարձը շատ կարևոր է, որովհետև հիմնականում բոլորը գնում են։ Ու ամեն մեկի հետ մեզ սրտի մի մաս իրանց հետ գնում է։ Բայց մենք ուժեղ ենք մեր երկրում ու մենք պիտի պահենք ու ուժեղացնենք ու հզորացնենք մեր երկիրը։ Շատ կարևոր է, որ ովքեր որ վերադառնում են, ցավոք սրտի տենդենսա չէ, որ վերադառնում են տալիս են վերևից գնահատականներ։ Այստեղ ապրելով դու ոչ թե պետք է վերևից գնահատականներ տաս, այլ եթե լավն ես տեսել որևէ այլ երկրում, որևէ մի բարիք ես քաղել այդ երկրից, բերել ու ներդնել համեստորեն, առանց դրոշակների։ Մենք մա ոչ միանշանակ ժամանակներում ենք ապրում։ Եվ այդ վերադարձը հաճախ այլ բաներով է ուղեկցվում, այլ ախորժակներով, բայց իմ կարծիքով վերադարձը պիտի լինի առաջինը օգտավետ պետության ու պետականության ամրապնդման տեսանկյունից, ու իրոք դու ճիշտ նկատեցիր, շատերն են վերադառնում, ես ծանոթ բարեկամ շատ լավ հրաշքընկերներ ունեմ, ովքեր մտածում են որևէ անշարժ գույք, որևէ պատառ, որևէ բան գնելու մասին, ու դա եւս կարևոր տենդենս է, հասկանում ես, առաջ մարդիկ ավիոտոմսի հետ էին փոխանակում իրենց հայրական օջախը։ Հիմա գալիս է։ Ես չափազանց գուցե լավատես եմ այս պարագայում, պատմական այս հանգրվանում, բայց որպես ամեն դեպքում գրող մարդ, ստեղծագործող մարդ, ես վստահ եմ մեր պետության ու պետականության ֆանտաստիկ ապագայի հարցում, կասկած անգամ չունեմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք ու մեր առջև բացվում են ֆանտաստիկ հեռանկարներ, որոնք մենք չենք էլ պատկերացրել։ Սպարապետը ասում էր, մեր դուրն է բերելու աշխարհի մեծերին։ Մարգարեական է։ Դա եղել է արդեն։ Ռաֆայել, շատ հայեր, երբ որ մեկնում են Հայաստանից դուրս, իրենք ասում են, մենք ուզում ենք այնտեղ լինենք, որտեղ որ հայերը քիչ են։ Մենակ ինձ համար դա մի քիչ օտար է, որովհետև ես ուր գնում եմ հայերեն եմ փնտրում ու հայերին եմ փնտրում, անկախ ինձանից։ Ու երբ որ ես հայերեն եմ լսում եմ, ես հուզվում եմ, ուրախանում եմ։ Բայց միևնույն ժամանակ մարդիկ կան, որ ասում են, եթե դու ուզում ես գնաս օրինակ Միացյալ Նահանգներ ու մասնագիտական աճ ունենաս, որոշակի հաջողությունների հասնես, դու չպիտի գնաս Լոս Անջելես ու այդ հայերով քեզ չպիտի շրջապատես։ Կուզեմ սրա մասին խոսենք, որտեղ ես գիտեմ, որ դու ուսման նպատակով ես մեկնել Հայաստանից Միացյալ Նահանգներ ու չես գնացել Լոս Անջելես սկզբից, ճիշտ եմ։ Այո, ճիշտ է, ես ապրել եմ մի քանի տարի Յուտա նահանգում, որտեղ հայկական համայնք որպես այդպեսին այդ տարիներին, հա, 13, 14, 15 թվականներին չկար, այսինքն արդեն տևական ժամանակ է, հիմա հոսք կա, որոշ արդեն ձևավորումներ կան, բայց այն ժամանակ ես ընդամենը 1-2 ընտանիք էի ճանաչում։ Յուտա նահանգը ինքնին ֆանտաստիկ նահանգ է, ժամերով կարող եմ պատմել հրաշք մարդկանցով, բնակիչներով, ամեն ինչով, բայց երկրորդ հատվածով հարցի միանշանակ համաձայն եմ։ Եթե քեզ հետաքրքրում է լեզվի տիրապետումը, կարիերան, ամերիկյան
կյանքն ու բարքը բացահայտելու, հա, ձգտումը իհարկե գնա այնպիսի նահանգ, որտեղ հենց ամերիկացիներն են, հա, որտեղ համայնքային պլաններ ասեմ, խմբեր ասեմ, քեզ չեն լավ իմաստով կլանի, որովհետև օրինակ Լոս Անջելեսում գաղտնիք չէ, մարդիկ 30 տարի ապրում են, 40 տարի ապրում են, մի քանի բար հազիվ են անգլերենով կապում իրար, բայց ունեն շատ լավ բիզնեսներ, տներ, կայացած մարդիկ են անշուշտ, բայց համայնքային այդ բառը սիրում եմ գաղութ, հա։ Այդ գաղութը ինքը իր բացասական հետևանքները ունի մարդկանց աճելու ամերիկան հսկայական երկիր այդ ամենը բացահայտելու բերկրանքից զրկում է։ Դրա համար այո, եթե այդ նպատակներով եք գնում, գնացեք այնպիսի նահանգ, որտեղ հայկական համայնքի չէ, բայց շատ կարևոր մի բայց կա։ Ինչ էլ անես, ինչ վաստակ էլ կռես աշխարհում, վայ են հային, վայ են մարդուն ընդհանրապես, ով որ հայկականի ու հայեցու համար չի ծառայեցնի դա։ Դա իմ կյանքի կարգախոսն է, դա իմ ընտանիքի կարգախոսն է։ Ուր էլ եղել ենք, ինչ էլ արել ենք, ինչ փորձություններով էլ որ անցել ենք, հոգնակիով դիտավորյալ եմ խոսում, անպայման փորձել ենք մի բան անենք Հայաստանում, հայրենիքում, եւ այդ բանը շարունակվում է այսօր։ Իսկ ինչ վերաբերում է հայկական միջավայրից հեռու մնալուն, ամենայն սարսափելի մղձավանջներում չեմ կարող դա անգամ պատկերացնել, որովհետեւ իմ ողջ գործունեությունը, իմ ամբողջ էությունը, մտքերս, գործունեությունը, եթերը, ռադիոն, լսարանը, տողերը, որ ես գրում եմ, մտքերը, որ ես արտահայտում եմ եթերում, այդ ամենը հայի ու հայկականի մասին է։ Ում է պետք իմ պատումը շվեյցարացուն գնամ պատմեմ, գերմանացուն, այլ ազգի, ոչ մեկին։ Իմ ցավերը հայկական են, մտքերս եւս։ Իսկ Միացյալ Նահանգներում, երբ օրինակ կոնկրետ Յուտա նահանգ մեկնեցիր, ինչու մեկնեցիր։ Մենք ունենք շատ հարազատ մարդ, շատ հարազատ մարդ, բարեկամ։ Ես սրա մասին եթերում քանիսս ասել եմ, որ ես Հայաստանից գնացել եմ ահավոր հիասթափված։ Ես աշխատում եմ շատ կարևոր մի հաստատությունում, որի շուրջ ընթանում էին գործառույթներ, որ ես հասկանում եմ, որ այդ ամենը կառույցի շուրջ չի, այլ իմ պետության շուրջ է այս ամենը կայանում, ես պատրեցի իմ անձնագիրը եւ խզեցի իմ կապերը, մինչեւ որ Հայաստանում կլինի վիճակ, որտեղ ես հասկանամ, որ որևէ գործունեություն հնարավոր է ծավալել, ու սա ասում եմ ամենայն լրջությամբ։ Ես իմ հարազատների, բարեկամների, տատիկիս հարազատ եղբոր ընտանիքի աջակցությամբ միջնորդեցին, որպեսզի իմ գործերը տամ Յուտա-Վալեի համալսարան։ Դες բավական լուրջ կրթություն է ստացել նաև Հայաստանում։ Եվ ինձ համալսարանը ընդունեց եւ հրավեր ուղարկեց։ Ես դրա համար հայտնվեցի Յուտային, որ որևէ մի հենարան գոնե ունենամ։ Եվ այդպես հայտնվեցի Յուտայում, ու իմ ամերիկան ամենաջերմ հուշերը Յուտա նահանգի հետ են կապված։ Շատ հարազատ էր նաև իմ ծննդավայրն էր ինձ հիշեցնում, ինքը շատ ցուրտ նահանգ է, շատ ծնարատ, որտեղ Ռուսաստանում է, չէ՞ ծնվել։ Այո, Նովոսիբիրսկում, եւ ձմեռը Փաստորեն մենք քեզ պիտի իսկապես ձմռան նկարենք, այս ձյունը, ամեն ինչը քեզ հարազատ է։ Գիտեմ դու քո չքնաղ կնոջ հետ իդեպ քիչ է պատահում, գիտես, երբ որ եւ արտակնապես եւ այդքան ներդաշնակ զույգ ես տեսնում, բայց դու կարծես իրար համար ծնված լինեք։ Ու այդ սերը անկեղծ եմ ասում, երբ որ ես ձեզ տեսնում եմ, աչքերս ուրախանում են, որովհետեւ շատ ներդաշնակ ու շատ սիրուն զույգ եք, ու այդ սերը միմյանց նկատմամբ դուք չեք թաքցնում։ Այդ երևումը։ Ինչի՞ է պետք թաքցնել։ Աստված իմ, ինչու է պետք թաքցնել սերը։ Սիրեք մարդիկ, սիրեք իրար։ Դե հիմա պատմի ոնց կնոջդ հետ հանդիպեցի ռադիոյում, ոդքասթում։ Դրանք ռադիո չգիտենք, որ դա ոդքաստ է։ Մենք հանդիպեցինք առաջին անգամ մենք հանդիպել ենք Սունդուկյանի բեմում։ Ահա։ Ես վարում եմ միջոցառում հուլիս 8 ծննդյանս օրը, փաստորեն։ Հրաշալի է։ Հուլիսի 8-ին 10 թվական ինքը շրջանավարտներից մեկն էր համալսարանի, դեպ շատ հայտնի անձնավորություն էր նաև բեմում, ես կարդում էի անունները շրջանավարտների, փոխանցում էի նրան, նա սերտիֆիկատները հանձնում էր հավարտականներին։ Եվ ընթերցում եմ
կնոջս անունը, հայկական անուն, ազգանուն, հայրանուն, բարձրանում է մի հրաշալի անձնավորություն բեմի արդակ, ես ամբիոնի մոտ է, կադրերը կա, եթե ուզեք, ես կարող եմ ցույց տալ ձեր եթերը։ Բարձրանում է ու աշխարհը որ սկսում է դանդաղել։ You are the sunshine of my heart։ Ով է դա։ Դե ստացավ սերտիֆիկատը գնաց, վերջ։ Հարցնում եմ միջոցառումից հետո։ Ով էր նա։ Դեն չկա ոչ մի բան, չգիտի ինքն է ինչ երեկոյան միջոցառման մասնակցել, ինչ բան, սերտիֆիկատը վերցրել է գնացել է տուն։ Ոչ մի ձև, ոչ մի մատյանում, ոչ մի դեկանատ եմ գնացել, հարցնում եմ, չկա, վերջ, ավարտե գնացել է, դե գնա գտի։ Անց, նի սուդիբա, ինչպես ասում։ Ասում եմ մոտ տարի ու կես, 2 տարի։ Մենք մեր ռադիոյում հայտարարում եմ հաղորդավարների։ Եվ հանկարծ դրան թակոց քաստինգի ա գալիս նա։ Միանգամից հիշեցիր։ Ոնց թե միանգամից հիշեցի։ Ես այդ նույն վարկային ասել եմ մի հատ եկ զրուցեցինք, խոսացինք իրար հետ։ Ես ասի ես քո հետ ամուսնանալու եմ, դու դառնալու ես իմ կինը։ Հենց այդ օրը։ Հենց այդ օրը, իսկ իմ ընկերը Քրիստինան շատ մտերիմ անձնավորություն։ Եթերային չի այդ բառը ինձ ինչ ասեց։ Ինձ ման ասեց եթերային, բայց անցավ ժամանակ ու մենք այդ օրվանից սկսեցինք իրար հետ աշխատել, այդ օրվանից մենք տարբեր նախագծեր, տարբեր իրավիճակներ եւ այլն եւ մինչեւ այսօր քնարիք ջան, մինչեւ այսօր։ Այդ համակրանքը կներես փոխադարձեր։ Հեշտ գրավեցիր իր սիրտը։ Շատ դժվար։ 5 տարի։ 5 տարի։ Այսինքն 5 տարի դուք չէիք հանդիպում։ Հանդիպում էինք, բայց գիտես ոնց մենք ընկերներ ենք։ Ուղղակի ընկերներ։ Չէ, ինքը շատ հայկական ամբողջ իր դարերի խորհուրդ է կրելով սրտում։ Չէ, շատ դժվար է, շատ դժվար։ Ես քանի օվկիանոս եմ կտրել, քանի ծով եմ կտրել։ Մենք գնացինք վերջը Հունաստան եւ Աթենասի տաճարում, ես նրան առաջարկություն արեցի եւ մենք Աթենասի տաճարում Պարթենոնում նշանավորեցինք, նա ասաց այո։ Եվ մեր ոդիսականը հանգուցալուծվեց այդտեղ, Աթենքում, Պարթենոնում։ Այն որ առաջին հերթին նամես իր արտաքին ինքը շատ գեղեցիկ ու շատ հմայիչ կինը աղջիկա, բայց ինչն էր, որ քեզ դա բնականաբար սկզբից արտաքինն էր քեզ գրավել, բայց ինչն է, որ իրեն քեզ համար անկրկնելի է դարձնում։ Ոյլիսի, մի բան չեմ կարող ասել, ես ձայնի հետ եմ աշխատում, ձայնը։ Հոգևոր հարստությունը։ Մերս ոչ միանշանակ կյանքում, որտեղ թե աղջիկներին, թե տղաներին շատ ավելի նյութական բաներ են հետաքրքրում, ամբովանդակ եւ դատարկ, մենք իր հետ կարող ենք դժվար է գնալ օրինակ բալետ նայելու, այս դարում, մեր տարիքում։ Մենք այս տարիքում ավելի շատ կամ այն տարիքում, 10 տարի առաջ, 13 տարի առաջ ավելի հավանական է գնանք ջոր անկում եւ փաբ կներեք արտահայտությանս, քան կգնանք օրինակ մարդուկ ջարդուկը նայելու, օրինակ։ Բայց դուք գնում եք միասին։ Բայց մենք գնում ենք, կամ քանի սիրահար զույգը, ովքեր կարող են բիզնես ծրագիր քննարկել իրար հետ։ Ամեն մեկը միանգամից ստանձնելով կառավարման դերերը, ով ինչ պատասխանատվություն ունի ու միանշանակ անմնացորդ նվիրում գաղափարին։ Դուք երկուսդ էլի ձեռ եք։ Կարծում եմ, այո, բայց քանի որ կինս տանում է, հանդուրժում է իմ ահավոր բնավորությունը, ինքը հասկանում է, որ լիդերության սահմանները ինքը հստակ ունի իր համար։ Ինչ ես ասում ահավոր բնավորություն։ Ահավոր մարդ եմ, բնավորության առումով շատ դժվար մարդ։ Էդի բոլորն են ասում, ջան, բոլորն են ասում։ Իսկ օրինակ, երբ որ դուք ներսում, պերֆեկցիոնիզմը քանդում է իմ հարաբերությունները։ Պերֆեկցիոնիզմը, ես հասկանում եմ, որ աշխարհը կատարյալ չի, աշխարհը երբեք կատարյալ չի եղել եւ չի լինելու։ Բայց տարական բաները, օրինակ նայում եմ, ես հիմա նայում եմ ներքև։ Ասենք, եթե ես ընդեղ լինեմ աշխատող, դա կլինի կռիվ։ Ես կլինի կռիվ, շատ վատ, շատ վատ։ Եվ այդպես շարունակ, դրա համար ինքը այդ ամեն ինչ գիտի, ինքը ասես կանացի քնքշությամբ միջամտում է եւ ամեն ինչ գտնում է իր տեղը։ Իսկ երբ որ տանը վիճում եք, չեմ վիճում։ Առհասարակ չեք վիճում ես։ Իսկ ինչու վիճեք։
Ինչու՞ չէ թե կարելի է սիրել։ Ինչի՞ վիճել, չէ։ Վեճը կավարտվի լավ երաժշտությամբ։ Ես կմոտենամ ռոյալին, կնվագեմ մի բան։ Ինքը կերկի։ Նոտաներից ինքը կգիտակցի իր սխալը։ Կամ ելևեջներում կարտացոլվի բարկությունը եւ ամեն ինչ կչեզոքանա։ Լավ, այդ 5 տարիներում վստահ եմ, որ կանանց համար լինում են դες շատ բեկումնային պահեր։ Այ որոնք էին այն բեկումնային պահերը, որ Ռաֆայելը գրավեց իր կնոջ սիրտը։ Ավելի հստակ հարցը խնդրում եմ։ Գիտես, երբեմն մենք անում ենք որոշ արարքներ, տղամարդիկ անում են արարքներ, երբ որ տղամարդը չի գիտակցում այդ արարքի կարևորությունը, բայց դա կնոջ սրտում շատ կարևոր հետք է թողնում։ Այօնեք, երբ որ դու իրան հարցնում ես, չես հարցնում վերջին անգամ, կամ չգիտեմ, առաջին անգամ երբ հասկացար, որ կուզես, որ ես լինեմ քո կողակիցը, քո ամուսինը։ Տենց հարցեր չեք տալիս իրար։ Նայ, մենք որովհետև այնքան վաղուց ենք իրար ճանաչում։ Մենք այնքան վաղուց ենք բոլոր հարցերի վրայով անցել, մենք գործի բովով ենք եփվել։ Հասկանաս, մենք նես չի որ փողոցով անցնում էին, այնց տեսավ, ես իրան տեսա, ես նրան սիրահայտեցի, բայց գնացի ծաղիկով կանգնեց իրանց պատուանների տակ, իր մայրը ասաց, հեռացիր այստեղ։ Այսինքն այս բաներ մենք չենք ունեցել։ Մենք ի սկզբանե եղել ենք ֆանտաստիկ ընկերներ, եւ մեր ընկերությունը վերածվել է շատ ամուր սիրո, շատ ամուր ընտանիքի եւ մենք տենց հարցեր չունենք, այև դու զգացիր, այև ես զգացի։ Իսկ սեր հեռավորության վրա եղել է, երբ որ դու Միացյալ Նահանգներում։ Իհարկե եղել է եւ դա թերևս ամենաբարդ պահն էր մեր հարաբերությունների, բայց բարդ էլի իր տրամաբանության մեջ, որովհետեւ օվկիանոս հատելը բարդ բան է։ Ես անգիր գիտեմ Գրենլանդիայի բոլոր սառցե բևեռների եզրերը։ Ես այդ ապարաժները անգիր գիտեմ, որովհետև տարվա մեջ ես հատում եմ օվկիանոսը մինչև այսօր, որովհետև իմ տունը գործը էլի անմիջապես կապված է Միացյալ Նահանգների հետ, ես տարին, եթե սուտ չասեմ, 6-7 անգամ հատում եմ օվկիանոսը։ Իսկ այն ժամանակ, երբ որ դեռ չէի գալիս Հայաստան, նա իր կանացի էլի համառությամբ կարող եմ ասել, ամեն ինչ անում էր հասկանալով, որ չէ, այստեղ պետք է մի բան անենք։ Ինքը իր շատ մեծ ներդրումը ունի Հայաստանում ապրելու, շատ լուրջ ներդրումը ունի, եւ ես ինչ որ առումով այդ առումով շնորհակալ եմ անգամ, որովհետեւ ես կարողանում եմ աշխատել, վայելել, զգալ կյանքը իմ հայրենակիցների շուրջ։ Ես սիրում եմ իմ բակը, ես իմ հայրական տան շենքում առատում, երբ որ որոշեցի գալ Հայաստան, ես ուրիշ տուն էի նայում, արդեն խոսացել էինք, կախավճար էինք թողել եւ հանկարծակի իմացա, որ մեր մուտքում, իմ հայրական տան մուտքում տուն ա վաճառվում։ Ու ես վերադարձա, որտեղ իմ հարևաններն են, իմ բակն է, այդ իմ ծառն է, որ ես տնկել եմ փոքր ժամանակ, ջրել եմ, ես իմ այգին է, որ լավ հատ խնամել եմ։ Մեր բակում վերանորոգման աշխատանքները այդ իմ փոստն է, որ ես փակել եմ իմ ձեռքերով, այսինքն ամեն մի պատումը, ամեն մի բան այնքան թանկ է ինձ համար, որ ես ոչ մի նորակառույցով, ոչ մի, չգիտեմ, ինչ որ էլիտար թաղամասերով չեմ հրապուրի, որովհետեւ ես տեսել եմ։ Ես շատ լավ կյանքով եմ ապրել ու ապրում, ես շատ լավ թաղամասում եմ ապրում, ես խնդիր չունեմ, վայ, ես սա գնամ տեսնեմ, ես ոչ մեկին ոչ մի բան ապացուցելու կարիք չունեմ, այդ բանը վաղուց անցել է, կայանալու, այդ մոլի բան կա շատ մարդկանց մոտ, վաղուց դա անցել է, շատ հանգիստ ու համեստ մեր թանկ ու բարի հին լավ հարևանների հետ։ Թումանյանի ասած կանաչ վիթխարի ընկուզենու տակ։ Շատ հաճելի։ Միացյալ Նահանգներում շատ հայեր անցնում են ոչ ցանկալի աշխատանքների մի շարք, մինչև հասնում են այն աշխատանքին, որը իրենց սրտի աշխատանքն է կամ երազանքի աշխատանքն է կամ համենայն դեպս աշխատանք, որով որ իրենք գոհանում են։ Քեզ մոտ եղել է այդ ճանապարհը, դժվարությունները։ Իհարկե։ Շատ բարդ։ Ես օր ունեցել մի քանի $, գրպանումս չեմ ունեցել։ Ես աշխատել եմ, ես չեմ ասում վատ աշխատանք, որովհետև վատ աշխատանք գոյություն չունի, վատ է այն աշխատանքը, երբ որ չկա ուղղակի այն եւ դու ստիպված ես ինչ-որ մեկից փող ուզել։ Ես սննդի բնագավառում եմ աշխատել, մաքրության բնագավառում եմ աշխատել, ես վարորդական բնագավառում եմ աշխատել, որովհետեւ ես պետք է վճարեի իմ ուսման վարձը
որը մի քանի հազար դոլար էր սեմեստրը։ Այսինքն երամսյակը 1, եթե հիմա հիշողությունը չի դավաճանում 4800 դոլար էր ամեն սեմեստրը։ ամեն սեմեստրը պետք է ես վճարեի։ Ես չունեի այդ միջոցները, ես չէի ֆինանսավորում ոչ մի տեղից ու դա Հայաստանի պարագայում էլ նենց բան չի, որ վայ հեսա զանգեմ ծնողները հասկանում ես։ Ես ճիշտ է իմ կողքին էլի կային մարդիկ, ովքեր ինձ աջակցեցին, բայց ես աշխատում էի, որպեսզի վերադարձնեի։ Ու ես այսօր հպարտությամբ Երևանում այսքան տարի անց հստակ ասում եմ, որ ֆինանսական առումով իմ կողքին այո ժամանակին եղել եմ, բայց ես փոխհատուցել եմ, ես վերադարձրել եմ, ես երախտապարտ եմ, ես շնորհակալ եմ ու դա այն ուղին է, որ մարդուն դարձնում է այն, ինչ ինքը կա։ Իմ կողքին չեն եղել մարդիկ, ովքեր ես քեզ, ես գնա, հիմա 1000 բան են խոսում, 1000 բան է պատտվում, մենք այն դարում ենք ապրում, որ մարդկանց բամբասանքը սկիզբ ու վերջ չունի։ Ես որևէ մեկից, որևէ, չգիտեմ ինչ ասեմ, շուրջ չեմ ստացել, հենց այնպես, ու իմ խիղճը իմ առջև մաքուր է, ես ինչ ունեմ, աշխատել եմ բացարձակապես միայնակ, արդար վաստակով, ես 15 տարի Ամերիկայում ապրելով պետական միջոցներից COVID-ի ժամանակ, երբ որ աշխարհը 150-160 հազար դոլարի լոն էին տալիս, ես 10 դոլար փող չեմ ստացել, չեմ դիմել անգամ, ես պետությունից ոչ մի գրոշ չեմ դիմել ստանալու, ես դրա կարիքը չեմ ունեցել, բարդ օրեր եմ ունեցել, բայց ես ազնիվ վաստակի կողմնակիցն եմ։ Ես մինչև այսօր աշխատում եմ այս սկզբունքով։ Իսկ որ շատ ընկճված էի լինում, ինչ էիր անում։ Գրում էի, բա գրքի արդյունքը ի՞նչն է։ Իդեպ ես այսօր քեզ համար բերել եմ մտքերից ժողովածուն հայ-ամերիկյան օրագիրը, հենց այստեղ այդ քո հարցերի պատասխանը ինչ-որ առումով մտորումներս Միացյալ Նահանգներում ապրելու ցավերը, հույզերը, դժվարությունները եւ այո, երջանկության բերկրանքն էլ ես մակագրել եմ եւ թող սրտի տանիքներով մեր զրույցները մեզ պահեն բարձրունք։ Շնորհակալ եմ անչափ շատ կոծված։ Մերսի շատ։ Իմիջիալոց շապիկն էլ շատ գեղեցիկ է ու շատ հետաքրքիր է մտածված, քո մտահղացումն է։ Դե բարերից վերահառնում կերպարը, դա նաև եղել է կազմը, այդ պոստերը հեղինական երեկոյի։ Իսկ այ օրագիրը դու այդ օրերին պահում էիր այդ օրագիրը, այսինքն այս հուշերը հավաքագրում էիր այս գրքի համար, թե դա պորտկում էր էմոցիաներ էր, որ դու թղթին հանձնում էիր ու մի օր դարձավ ինքը արդեն քո գիրքը։ Ես չի մտածում, որ դա կլինի գիրք, բայց գրիչի իմ լավ ընկերն է, միշտ մտքերը գրում եմ, իդեպ ես հավատում եմ, որ թղթին հանձնված մտքերը նյութականանալու ուժ ունեն, այո, այդ գրի ուժը, այո։ Եվ հետաքրքիր ձևով հանձնելով թղթին հասկանում էի, որ դա դառնում է ժողովածու, որը պետք է ամբարվի որևէ վերնագրի ներքո։ Եվ հայ-ամերիկյան օրագիրը, ես հիշում եմ մի օր ուղղակի Facebook-ում բան էի գրում, մակագրեց Ռաֆայել Մինասակայան հայ-ամերիկյան օրագիր։ Եվ հասկացա, որ ծնվեց վերնագիրը, որովհետև հայի ամերիկյան օրագիրն է դա։ Դա հայկական օրագիր չի, որովհետև ես ապրում եմ Միացյալ Նահանգներում, ես դրսից դիտում եմ ինչ է կատարվում երկրում։ Ես գնահատականներ եմ տալիս դրսից ապրելով, որովհետև ֆիզիկայի օրենքն է, չէ՞, ֆոկուսը, երբ որ դու դուրսն ես, հեռու ես, դու ավելի հստակ ես տեսնում խնդիրը։ Մեջը շատ ավելի դժվար է։ Քանի որ խոսեցինք հայ-ամերիկյան օրագրից, ես գիտեմ, որ շատ հայերի համար շատ կարևոր է այսօր, որպեսզի Միացյալ Նահանգներում ունենան իրենց օրինական կեցության իրավունքը ու հրաշալի հայեր Ֆլորիդայից, Մայամիից ունեն մի փայլուն նախագիծ, որը կոչվում է 21 Հոլիվուդ, ինքը բացառիկ իր ճարտարապետական լուծումներով նախագիծ է, համալիրաբնակելի, մի շարք փայլուն հնարավորություններով, որտեղ որ եթե մարդ ունի $800,000, ներդրում է կատարում այդ 21 Հոլիվուդ նախագծում եւ ստանում է EB-5 վիզայի տարբերակ։
իր եւ իր ամբողջ ընտանիքի համար, երեխաների համար, եթե 21-ը լրացած չի ու իրենք ամուսնացած չեն։ Բացի այն, որ իրենք ասենք այդ $800,000 ներդրեցին, չէ՞, նախագծի մեջ 21 Հոլիվուդ, իրանք 1% շահույթ են, եկամուտ են ունենում, որը մոտավորապես $24,000 է կազմում, ու 3 տարի հետո իրենք նաև կարող են իրենց գումարը ետ ստանալ, բայց դրա փոխարեն ունենում են արդեն օրինական green card եւ կարող են արդեն քաղաքացիության համար դիմել։ Իսկ ես գիտեմ, որ Միացյալ Նահանգներում ապրող այն հայերը, ովքեր որ չունեն այդ օրինական ապրելու իրավունքը, որքան սրտի դողով են այդ ամեն ինչին վերաբերվում, ինչքան կարևոր է այդ ապահովության զգացում ունենալ։ Մի խոսքով, Star Life ընկերություն, Miami, Florida, մի խոսքով տվյալները կան, մենք թողնում ենք, այնպես որ օրինականացրեք ձեր կեցությունը, եթե դուք էլ գնում եք ձեր ամերիկյան երազանքի հետևից։ Կարծում եմ, այո, մեր շատ հեռուստադիտողների կհետաքրքրի այս ծրագիրը եւ կարծում եմ դա լավ հնարավորություն է, ինչու ոչ պետք է օգտվել։ Բայց հայերին մենք միշտ սպասում ենք Հայաստան։ Սպասում ենք։ Գրքի մեջ հասկացա, որ քո ամերիկյան արկածներն են, դժվարությունները, ընկճախտերը, բայց մինչ գիրքը կարդալու են մարդիկ, ովքեր որ դեռ չեն կարդացել գիրքը, ինձ մի քիչ փակագծեր կբացես քո ապրումների մասին։ Այնտեղ շատ սեր կա։ Ինքը ցավի մասին չի գիրքը ամենևին։ Այդտեղ պայքար կա, իհարկե, այդտեղ երազանք կա, եւ այդտեղ ինչ-որ հեքիաթ կա։ Հեքիաթ, իսկ ինչ հեքիաթ, եթե հիմքում ճշմարտությունն ու իրականությունը չի ընկած։ Գիտես ինչ, ես լուծում եմ առաջարկել մեր քաղաքի համար գրքում, այդտեղ ես պատմում եմ երազի մասին, որ տեսնում եմ որպես հեղինակ, եւ ուղղակի այդ մեղքն է, այսինքն դա չեմ կարող ասել, բայց հանգուցալուծումը խնդիրների տեսնում եմ մեր նվիրական հայերի նվիրված արձանների շնորհիվ, ասենց ասեմ։ Ես ես վերջերս Իտալիայում եմ նոր եմ վերադարձել օրեր առաջ, անձին մեծարելու կուլտուրան դա ամեն մեկին չի որ տրված է։ Մարդ կարող է լինել շատ տաղանդավոր քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ։ Ես տեսնում եմ այնտեղ արձաններ, տեսնում եմ այնտեղ այդ վահանակները, որ այս շենքում ապրել է Ջուզեպե Գարիբալդին, չգիտեմ։ Ես տեսնում եմ ինչ ձև են մեծարում այդ մարդկանց։ Նկարում ամեն անկյունը, գնահատում։ Հասկանում ես։ Մեզ մոտ անպայման պիտի ինչ-որ մի բան քանդակեն, որ այդքան քանդակի վրա չի էներգիա դրած, ինչքան որ բացատրում են, որ սա այդ մարդն է։ Պիտի բոլորը դուրս գան, այս ինչ ձև է, սա ինչ է բան, ինքը պետք է անպայման արդարանա, բայց ես այսպես եմ տեսնում։ Ինչի ուրիշ տեղ այդպես բաներ չկա։ Ես դիտավորյալ հիմա ChatGPT-ի դարում ենք մենք ապրես հարցնում եմ, օրինակ, այս ինչ արձանը կառուցելուց եղել են ընդվզումներ։ Չկա դες բան։ Տեղադրել է, վերջացավ։ Այսինքն այդ գեղեցիկը ընկալելու զգացումն էլ էլի ամեն մեկին տրված։ Բայց մարդկանց այսօր շատ պակասում է մոտիվացիան ու մարդիկ վազում են մոտիվացիայի հետևից, ինչու ասացի, որ ունեցել ես դժվար օրեր, երբ որ դու ասացիր, գրպանումս մի քանի $, էլ անգամ չի եղել, որտեղ մարդիկ երբ որ տեսնում են այսօր բարեկեցություն, բայց տեսնում են, որ դրա հետևում շատ դժվարին օրեր են եղել, ու իրենք էլ անցնում են այդ դժվար փուլով, դա իրենց համար լույս է, լույսի շող է հանդիսանում։ Երբեք չհանձնվել։ Ես սովորապես հիշում եմ այդ ահավոր, էլի ես վատ աշխատանք բառը չեմ օգտագործում բառակապակցություն, բայց այդ ահավոր միջավայրում, երբ որ աշխատում էի առաջի օրերը, նա ես մշակութային խորհրդի նախագահ էի։ Ես 43 գործընկեր ունեի, ովքեր սպասում էին, որ միջոցառում էին կազմակերպում, որ ասում եք կնոջս հետ Սունդուկյանին բերում եք ծանոթացել։ Միջոցառում էր բան, սա ես էի կազմակերպում եւ իմ թիմը։ Պատկերացրու այդ միջավայրից հետո, որտեղ ընդունարանը ասենք ավելի մեծ էր, քան այն տունը, որտեղ ես ապրում էի, կամ այդ սենյակը, որտեղ ես ապրում էի, հանկարծ ես հանդիպում եմ, հայտնվում եմ մի միջավայրում, որտեղ պետք է ինչ-որ մեկի հետևից մաքրեմ։ Բայց դա էր միակ, էլի ես դա ասում եմ, ֆանտաստիկ ոգեորացությամբ։ Դա էր այն ճանապարհը, ես հիշում եմ այդ օրը կանգնելով այդ ռետինե, ինչա կոչվում այդ հատակի վրա, չխոլ էր sense փռած գետնին։ Երթվեցի, ասացի, որ ես չեմ հանձնվի։ Ու ասացի, եթե ես սա հաղթահարեմ, եթե սա լինի, ես ոչ մի դժվարություն էլ չի լինի այլևս, որովհետև սա ինձ թվում է սա վերջն է, դա վերջն էր։ Ու դա անցավ։ Մեր բարերը չեն ասում, անցավ։ Եթե սա հաղթահարեցին, էլ անցավ։ Սա էլ կհաղթահարեմ, նա էլ կհաղթահարեմ։ Իսկ հիմա դու ունես քո երազանքի աշխատանքը։ Այո։
Ես աշխատում եմ Դու համ եթերում։ Հայաստանում ես եթերում, համ Միացյալ Նահանգներում ես եթերում։ Ես չեմ պատկերացնում անգամ մեկ-մեկ ոնց ես դու այդ ամեն ինչը համատեղում։ կապեց բան։ Գիտես ինչ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ իմ ավագ գործընկերներին։ Եթե չլինեին Սարգսյան եղբայրները, եթե չլիներ հարգարժան պարոն Ռոբերտ Օղլաղչյանը, Մեր սիրելի։ երբեք ես 13 տարի ամեն օր ուղիղ եթերում ժամուկես եմ եղել, երբեք իրանք չեն միջամտել բովանդակությանը, հակ ու կապին, էությանը, միզանսցեն, չգիտեմ, դեկոր, որևէ, պատկերացրու 13 տարի, առաջատար մեդիա հարթակներ, երբեք։ Ու դա շատ կարևոր է, իրանք էլ երկար տարիներ լինելով մեդիա բնագավառում, հա, առաջամարտիկները ըստ էության, հա, իրանք հասկացել էին, որ ամենակարևոր բանը կադրում աշխատող մարդու համար, որ պրոդուկտ է անում, ազատությունն է։ Որովհետև ոչ մի պրոդյուսեր ավելի լավ չի հասկանա ինչա կատարվում քո հոգում, քո մտքում, այդ պահին ուղիղ եթերում։ Եվ այդ ազատությունը ես ստացել եմ, այդ ազատությամբ մենք միասին հասել ենք, ուր որ հասել ենք, եւ այսօր ես ղեկավարում եմ Լոս Անջելեսի համար 1 ռադիոկայանը, որը 8 տարի Ar-Music ռադիոն FM 107.5 ամեն օր prime time մեր միլիոնավոր հայրենակիցներին բարի լույս եմ մաղթում, բարի երեկո եմ մաղթում եւ հավատացնում է, որ ամեն ինչ լավ է լինելու։ Եվ շատ անտրամադիր ու հոտած ու տխուր ես լինում այդ օրը։ Ոնց ես կարողանում հաղթահարել, թե դու չես թաքցնում եթերում, որ դու այդ օրը մի քիչ տրամադրություն չունես։ Բացարձակ չեմ թաքցնում, ավելին իմ ամբողջ զայրույթը, նեգատիվը ցույց են տալիս, ես երբեք չեմ հասկացել այդ ավանդական մեծ լրագրողներ կան, շատ լավ ուսուցիչներ եմ ունեցել, ասենք Պոզները, շատ լուրջ մարդկանց հետ մաստեր կլասներ եմ անցել իրանց հետ, որոնց հետ անգամ ընկերացել եմ, կարամ այդպես ասեմ։ Նրանք ասում էին, որ ունկնդիրը չպիտի տեսնի ինչ է կատարվում քո հոգում։ Աստված իմ, դա ես հիմա արդեն որ ես եմ դաս տալի ուսանողին, ես դա բացատրում ասեմ, դա ամենամեծ թոյիսներն իմ ուսուցիչներն, դա ամենամեծ հիմարությունն էր, որ ես երբևէ լսել եմ։ Ունկնդիրը պիտի տեսնի ինչ է կատարվում քո հոգում։ Ունկնդիրը պիտի լսի ինչ է կատարվում քո սրտում, քո մտքում, դու պիտի դա ցույց տաս, որովհետև եթե դու դա կոչվում է fake։ Իսկ ժողովուրդը լսարանը ատում է fake-ը։ Մարդիկ ուզում են տեսնել Ռաֆայելին, Քնարիկին, այնպես ինչպես նա կա։ Ժամանակները փոխվել է, պահանջները փոխվում են։ Մարդիկ Մարդիկ այդ ֆալշը զգում են ու մարդիկ սիրում են անկեղծություն, համամիտ եմ։ Բայց օրինակ Պոզներին, այ ասացիր, ես տեսա, որ դու իր հետ հարցազրույցներ ես ունեցել, ինքը քեզ ինչով է տպավորել։ Ինչ կհիշես իրենից։ Ես առաջին մեր հանդիպումն եմ հիշում Beverly Hills-ի հյուրանոցում, երբ բոթասներով, ջինսերով եւ սպորտային բաճկոնով ներս մտավ 80 անց մի անձնավորություն, ով ինձ երիտասարդ էր հոգով։ Համաձայն եմ։ Հա, մենք շատ ջերմ հարաբերություններ ունեինք։ Հիմա մի քիչ այլ վիճակ է։ Ես կարծում եմ ինքը դավաճանեց իր լսարանին, թույնսների ինքը կհաստիսա։ Մենք շատ լավ հարաբերություն ենք ունեցել, մենք զանգերով, գրելով, մի քանի հանդիպումներ, ժամերով, Zoom call-երով եւ այլն։ Ակամ YouTube-ում կա որոշ դրվագներ մեր զրույցից իր թույլտվությամբ ես հրապարակել եմ Facebook-ում։ Ինքը ասում էր, որ ինքն էլ է ծնվել մի երկրում, մեծացել մի երկրում, ապրել մյուս երկրում եւ 3 երկրներում էլ ամբողջությամբ իրեն չի զգացել տանը ու ես այդ բանով իր հետ էի կիսվում։ Ասում էի ոնց եք դուք հաղթահարել, որտեղ ինքը ծնվել էր Փարիզում, էլի 5-6 տարեկանում, ինչպես ես, տեղափոխվել են Նյու Յորք, Նյու Յորքում ապրել մտել մեծ կյանք, այդ մեծ կյանքի ընթացքում հոր հետ կապված խնդիրների արդյունքում վերադարձել են Խորհրդային Միություն, որտեղ նա դժվար էր, կարճ ասած։ Ոնց էր նա հաղթահարել եւ նա դարձել է այն, ով դարձել է։ Այդ թեմաներով էինք խոսում, բայց այս շրջանում այն ինչ որ կատարվում է հիմա, իմ կարծիքով նա չպիտի լռեր։ Մանավանդ ես գիտեմ, որ ինքը հիմա Ռուսաստանում որպես մշտական բնակություն չի հաստատում, ինքը պետք է խոսեր, բայց դա արդեն իր անձնական ընտրությունն է, ես իրավունք չեմ դատապարտելու։ Ինքը շատ լուրջ դպրոց անցած մարդ է, որպես գրող
Прощание с иллюзиями իր գիրքը շատ տպավորեց ինձ, որովհետև քան հարազատ բաներ ես գտա այդ գրքի մեջ։ Մենք իհարկե շատ մեծ տարիքային տարբերություն ենք, շատ մեծ, ինքը իմ պապիկից է մեծ։ Իսկ հեշտ է շփման մեջ, որովհետև ես օրինակ իր ինտերվյուներից նայել եմ, Դուդի հետ ինտերվյուն, իսկ թվում շատ անհաջող ինտերվյու էր, մեծամիտ չլինի, բոլորս գիտենք Դուդի պրոֆեսիոնալիզմը, բայց ինձ թվում է դա չստացված ինտերվյու էր ինչ-որ առումով, որովհետև ինքը պատ էր ստեղծել։ Պոզներին այդ ինտերվյուն կարծես դուրս չգար ու ինքը տրամադրված չէր։ Գնահատական չեմ կարող տալ, տեսել եմ այդ ինտերվյուն մի քանի անգամ, ես որևէ դժվարություն շփման մեջ չեմ նկատել, այն մեծ ինտերվյուն, որը ես ու ինքն ենք արել համացանցում հասանելի է, դա արել ենք շատ այսպես մեր պետության համար ոչ միանշանակ ժամանակաշրջանում եւ գնահատականները թող տա ունկնդիրը իդեպ շատ մեծ հայկական հաղորդումների համար կես միլիոնից ավելի դիտումը YouTube-ում քիչ թիվ չէ, մեր ունկնդիրները թող տան այդ գնահատականը, բայց այն, որ նա այդ բագաժով անձնավորությունը եւ ինքը սիրում է երիտասարդներին ու մասնագիտական մի շարք խորհուրդներ է տալիս, որոնց հետ ոմանց հետ կարանք համաձայնենք, որոնց ոչ այդքան, ինքը մեդիա տիտան է։ Գիտես, հիմա ուզում եմ շատ կենցաղային հարց տամ քեզ։ Հեշտ է ապրել Միացյալ Նահանգներում, որովհետև օրինակ ես ընկերներիս հետ խոսում եմ, այնտեղ էլ ասում են, որ ամեն ինչ թանկացել է, կյանքը բարդացել ու շատ դժվարացել է։ Ու այստեղ էլ մենք բոլորս ասում ենք, որ մենք մի քիչ ֆոկուսնիկներ ենք հայերս, որովհետև չենք կարող այդ աշխատավարձը համեմատել մեր ծախսերի հետ, ոչ մի կերպով չի բռնում, որովհետև մենք հայերս սիրում ենք նաև գեղեցիկ ապրել, հաճույքներով ապրել։ Քեզ համար ինչպես օրինակ կյանքը այնտեղ է ավելի հեշտ թե այստեղ։ Ֆինանսական տեսակետից։ Ֆինանսական տեսանկյունից Գարի Գուդինին գիտես երևի, այդ որ ասում ես ֆոկուսնիկներ, այստեղ լրիվ այդ վիճակն է։ Ես չեմ հասկանում ինչպես կարող է Երևանը ավելի թանկ լինել, քան օրինակ Հռոմի օդանավակայանը։ Ոնց են մարդիկ իրոք։ Ես չեմ հասկանում ինչպես կարելի է գնալ Հայաստանում միջին վիճակագրական սրճարան, եւ երկու սուրճ, երկու փռշտաց խմորեղեն եւ վճարել երբեմն ավելի շատ, քան օրինակ Իտալիայի որևէ։ Այդ եմ ասում։ Տրևի 3 չի առաջի օրը, Տրևի շատրվանի մոտ ես եւ կինս սրճեցինք։ Ընտիր իրանց կանոլիները ֆանտաստիկ, որ ոչ մի միկադո չի հավասարվի, ես քաղցրակեր եմ նախորդ եմ ասում։ Այդ ընտիր կանոլիները, այդ ընտիր սուրճը ու վճարել երկու անգամ ավելի քիչ գին, քան միջին վիճակագրական հայկական սրճարանը։ Քան վճարեցիք։ 12 եվրո 50 ցենտ, այսօրապես հիշում։ Կգնանք մյուս անգամ։ Ես տեղը կասեմ։ Ռաֆայել, իսկ օրինակ ծախսերը կոմունալների հետ կապված, որտեղ գիտեմ, որ կոմունալները շատ թանկ են։ Միացյալ Նահանգներում։ Համեմատելու չի, օրինակ միջին վիճակագրական տունը հոսանքի համար 250-300 $, ամիսը միայն հոսանքի բիլետ տալիս, չեմ ասում մնացած սպասարկումներ, այնտեղ հողի վճար կա, բանկա չէ, այդ բանի բիլերի առումով, այսպես ասած վճարումների առումով, իհարկե հավասարը չի կարելի համեմատականներ անցկացնել, բայց մյուս կողմից այստեղ միջին աշխատավարձը չգիտեմ ինչքան է, ու այնտեղ, այսինքն դա պետք է հաշվի առնենք։ Այն որ Միացյալ Նահանգները շատ թանկացել է, Կալիֆոռնիան, հատկապես Կալիֆոռնիան շատ թանկացել է, դա բոլորը գիտեն, բարդացել է դեպի Յուտա հոսք է սկսել։ Ես ինչքան հայեր են տեղափոխվել, ինչքան հայեր են տուն գնել։ Որտեղ այնտեղ կյանքը ավելի հեշտ է։ Շատ ավելի հեշտ է, շատ ավելի մատչելի է եւ իմ կարծիքով շատ ավելի բարոյական։ Թող ինձ ներեն իհարկե, ման Կալիֆոռնիան, ես չեմ խոսում Գլենդելի մասին, որ ուղղակի հրաշալի քաղաք է։ Ես ասում եմ, ինչպիսին պետք է լիներ Հայաստանը, եթե մենք ապրեինք օրենքի եւ բարոյականության նորմերում։ Ասենք Գլենդելի եւ Բրբանկի պես։ Մեր քաղաքները պետք է լինեին այդպիսին, որտեղ ինչպես է ստացվում, որ հայ մարդը գնում է այնտեղ հանգիստ սիգնալը, ահավոր դա անից կա մի հատ շատ անիծյալ բան է։ Ինչպես է այնտեղ վարորդը կարողանում իրան զսպել այդ անիծյալ կոճակը, հա, չսեղմել։ Իսկ այստեղ ամեն քայլին դա այդպես է։ Դա ինչ օթից է երևի։ Օթից է, որ ծխախոտը այնտեղ չեն նետի դուրս, այստեղ կնետեն։ Ու այսպես մանրուքներ։
սատանան մանրուքներում է թաքնված։ Ես նայելով, ապրելով, նայելով մեր հայրենակիցներին այնտեղ ես հասկանում, թե ինչպիսին կարող է լինել մեր միջավայրը մայր հայրենիքում, բայց որը որ ցավոք այդպես չէ։ Ռաֆայել, այ խոսեցինք ծախսերից, Այո, ֆոկուսնիկ լինելուց, այո։ բայց մենք ունենք մի գործընկեր, խոսքը Ital Solar-ի մասին է, այ երբ որ ունենում ես Ital Solar, էլ հոսանքի մասին մոռանում ես, որովհետև չես վճարում, որովհետև տեղադրում են այդ վահանակը, դու մոռանում ես հոսանքի համար վճարելուց։ Բայց հիմա Ital Solar-ը ունի նաև տանիքների փոխարինման ծառայություն, կտուր կետը։ Ուրեմն, երբ որ գալիս են փոխարինում են տանիքը կամ վերանորոգում են, Ital Solar-ը հնարավորություն է տալիս այդ գումարը վճարել մաս-մաս։ Մի խոսքով ուզում եմ ասել սիրելիներս, զանգահարեք Ital Solar 8128, եթե ունեք տանիքների փոխարինման կամ նոր տանիք ձեռք բերելու ցանկություն, գումարը կվճարեք մաս-մաս կամ էլ տեղադրեք արևային կայան, համ էլ հոսանքի ծախսի մասին մոռացեք։ Մի խոսքով այդ երկուսը կարող եք անել մեկ տեղում 8128 Ital Solar անվճար չափագրություն եւ խորհրդատվություն։ Եթե առաջ 23-24 տարեկանում էին աղջիկները ամուսնանում, այսօր 28, 29, 30 անգամ նոր սկսում են ամուսնության մասին մտածել։ 19-20-ում էին ամուսնանում, 24-ին տունն ամնացել արդեն։ Ես ասում եմ, մոտավորապես մի 10 քանի տարի առաջ, եթե 20 քանի տարի առաջ, բայց համենայն դեպս հիմա մարդիկ ուշ են ամուսնանում։ Դա իր պլյուսները ունի եւ իր մինուսները ունի, բայց ինչ ես կարծում, մարդիկ երբ պիտի ամուսնանան։ Կա ինչ-որ տարիք չեն կարող ապրել առանց իրար։ Առանց տարիքի, իհարկե։ Տարիքը, ի՞նչ է տարիքը։ Ես ճանաչում եմ 20 տարեկան ծերունիների եւ ես ճանաչում եմ Պոզներից էին խոսում 90 տարեկան երիտասարդների։ Տարիքը դա ոչինչ է, բացարձակ ոչինչ։ Ես շատ լուրջ կազմակերպությունում եմ Միացյալ Նահանգներում աշխատում 2.5 տարի, որտեղ գալիս էին ժամանցի շատ մեծ հնարավորությունների տեր մարդիկ, ես քանի որ մի քանի լեզուներ եմ տիրապետում, ես ուղեկցում էի, բացատրում էի, դիմավորում էի, ճանապարհում էի, հոստ են ասում, հոստ ոչ թե հաղորդավար, այլ մի խոսքով այդ գործառույթներով էի զբաղվում։ Եվ երբ որ տեսնում էի, ասենք 80 տարեկան հարգարժան մի պարոն, թթվածնի կիսլարոդնի բալոն են ասում, այդ թթվածնային խողովակը կթին Մազերատիով գալիս է իր ժամանցը տնօրինելու, ինչ որ Դոն Խուլիո Անեխոն ձեռքին այսպես վիճակների մեջ, ես հասկանում եի, որ անիցիալ այդ երկ կա մի հատ, որ 50 տարին չոքես դուրս, ես հասկանում որ մեր ծնողները, մեր հարևանները, մեր շրջապատող աշխարհը այնքան շուտ է հրաժարվում ապրելուց։ Այո։ Դա ունի տարբեր դրսևորումներ։ Մեկը կասի դե ինչ տերից վրա ուրախանանք, մեկը կասի դե փող չունենք, թոշակն է, դա ուրիշ հարց է։ Բա հոգին։ Բա հոգին։ Ես ճանաչում եմ Յուտայում մարդկանց, ովքեր շատ համես պայմաններով էին ապրում, գրադարանում։ Կապ չունի ինչ գիրք, բացում էր գիրք, սուրճ կվերցներ, մի հատ ջուր կվերցներ, կթերթեր, ընկերուհիներ կունենար, տարեց ապրելու մշակույթի մասին է խոսքը։ Ապրելու մշակույթ մենք չունենք։ Մեր ապրելու մշակույթը հավաքենք իրար գլխի ինչ որ ապրելու այդ էթիկան, այդ էսթետիկան։ Ընդհանրապես ասում են մարդու ներաշխարհը չի թաքնվում, մարդու ներաշխարհը ճճում է, մարդու ներաշխարհը դուրս է գալիս։ Դու չես կարող այն թաքցնել, ամբարել քո հոգում պահել եւ ապրելով, շրջելով մեր քաղաքից հասկանալ, որ մենք մեր ներաշխարհը փոխելու շատ լուրջ խնդիր ունենք։ Դա կենսաղային, դա կենսական նշանակություն ունի, կենսական։ Գիտես, մենք կյանքի ընթացքում ունենում ենք դրվագներ, որոնք որ երբեմն ուսուցիչ են դառնում կամ էլ կյանքի ուսուցիչներ են ունենում։ Այ ինչպիսի դրվագներ են եղել կյանքիդ մեջ, որ քեզ համար շատ բեկումնային են եղել ու կարող ես ասել, որ կյանքից դասերն են եղել։ Մի քանի դրվագ կարող եմ պատմել, ամենատպավորիչը 2014 թվականն է։ Ես հետարքիր գործերի մեջ եմ, սենց ասեմ, պայքարը շարունակվում է, հա, ֆինանսի, ուսման վարձի եւ այլն, աշխատանք էի անում, որ պետք է ես ինչ բանը վերցնեի, առաքեի X հասցեով։
ունեի շատ համեստ մեքենա, որը հիշելն անգամ ցավ է պատճառում, բայց դա իմ ընկերն էր, որ ես ապրում էի։ Ուրեմն այդ մեքենայով բանում եմ այդ գինիների բաներ։ Փայտե բաներ էին, մեջը գինիներ էր։ Մի ուրեմն հեքիաթային թաղամաս եմ ընկնում, որ ես անգամ ֆիլմերում չեմ տեսել, թաղամասային, որ ասես բլուրներ են, տանը միայնակ կինոյի այդ վակալեստերների տունն է։ Տենց մի հատ թաղամաս եմ ընկել, որտեղ gated community-ը, ID պիտի տաս, որ մուտք գործես, ֆանտաստիկ։ Ասում եմ, արա Երանը ստեղ ապրող, ինչ դարդ ու ցավ պիտի ունենա այստեղ ապրող մարդը, դա։ Հեքիաթի մեջ, ծառերը, սիրամարգներ են ու բաներ են այդ բադիկի սայներ դրած, նշաներ դրած բադիկներ են, զգուշացել մարդիկ են ասում, գցում են, բադիկներ են ասում, մի խոսքով։ Եվ այսպես, ասում, Երանի այս մարդկանց, Երանի, գալիս եմ այդ հասցեով, մոտենում եմ դուրը զանգ եմ տալիս, որ այդ երանելի մարդուն մի հատ տեսնեմ, ով է ապրում այստեղ, ինչ բան, եւ հանկարծ հաղորդագրություն եմ ստանում ձեռքից, որ ասում եմ, հարգելիս խնդրում եմ գինին թողեք մուտքի մոտ, ես քիմիոթերապիայի կուրսի մեջ եմ։ Աստված իմ։ Ոչինչ այս կյանքում էական չէ։ Ոչ տունը, ոչ մեքենան, ոչինչը։ Սիրեք իրար, ապրեք այս կյանքը գեղեցիկ, գնահատեք այն ինչ ունեք ու ամեն վայրկյան։ Ռաֆայել, մենք ունենք գործընկեր ու հրաշալի ընկեր, խոսքը Ամիոբանկի Visa Platinum քարտի մասին է։ Ես գիտեմ, որ դու ինչքան ես մեկնում օվկիանոսից այս կողմ այն կողմ, Իտալիա, չգիտեմ, Դուբայ եւ այլն։ Հարսանիքդ էլ Դուբայում էր, տեսել եմ։ Բայց հիմա Ամիոբանկը քեզ ունի բլից հարց ընկերության հետ կապված։ Լավագույն հատկանիշները, որ պիտի ընկերդ ունենա։ Հավատալիություն։ Ինչն է, որ չես ների։ Տավաճանություն։ Իսկ ընկերոջը մարդ պարզում է իր համար ճանապարհ գնալիս, նեղության ժամանակ, թե ուրախության պահերին։ Դե դասականները ասում են ճանապարհ գնալու։ Երևի ամեն դեպքում դժվարության պահին ավելի էական է, որովհետև ով է քո, երբ որ դու ուրախ ես, դու տեսնում ես ովքեր են ուրախանում քեզ համար։ Քեզ համար, երբ որ դու դժվարության մեջ ես, դու իրական տեսնում ես ով են քո ընկերները իրականում։ Գիտես, ես ուզում եմ քեզ հանձնել այս փայլուն ընկեր օգնականին, որը Ամիոբանկի Visa Platinum քարտն է, որը իմ ընկեր օգնականն է եւ շատերի արդեն մեր հերոսների, որը որ մի շարք խնդիրների ճանապարհորդության ընթացքում քեզ պարզապես կազատագրի։ Այն գրանցման հերթերը չես կանգնելու սպասելու։ Բիզնես սրահում անվճար օգտվելու ես եւ հյուրասիրվելու ես, որովհետեւ դու ունես Ամիոբանկի Visa Platinum քարտ։ Մի խոսքով դու ունես փայլուն ընկեր օգնական Ամիոբանկի Visa Platinum քարտի տեսքով։ Շնորհակալ եմ, սա հենց այդ ինչի կարիքը կարծում եմ ունեն շատերը։ Ռաֆայել, ուրեմն այս սպիտակ ձյան ֆոնին վայելելու ենք Ֆրունզիկի ռոզե տարբերակը, Պրոշյանի կոնյակի գործարանի կողմից պատրաստված, բայց ես գիտեմ, որ առհասարակ գինին տանիքում ուրիշ խորհուրդ է ստանում, որովհետև մենք պահում ենք երազանքներ ու այդ երազանքները, քանի որ երկնքին շատ մոտ ենք, շատ արագ են հասնում վերև։ Այնպես որ հիմա որ գինին վայելենք, խնդրում եմ երազանք պահիր ու համոզված եղիր, որ այդ երազանքը հաստատ հասնելու է իր նպատակին։ Հրաշալի է։ Երազանք պահեցիր։ Այո։ Հենց կատարվի, կասես, պարտադիր չի որ պատմես ինչ էր, բայց կասես կատարվեց։ Այն տանիքի երազանքը։ Հա, անպայման։ Իրոք երազանքները իրականանում են։ Ապացուցված է։ Երազեք մարդիկ։ Ստաբիլություն թե ազատություն։ Չի քննարկվում։ Ազատություն, ազատություն, իհարկե ազատություն։ Մտքով թե սրտով։ Սիրտը սխալվում է, միտքը չէ, մտքով։ Մարդկային մեծագույն արժեքը։ Երազել, գնալ առաջ, միայն բանական մարդն է, որ երազում է։ Երազել։ Սկզբունք, որին երբեք չես դավաճանի։ Չդավաճանել ինքդ քեզ քո արժեքներին, քո սկզբունքներին։ Խորխե Լուիս Բորխեսի Աստերիայի տունը պատումում շատ փայլուն տեսարան կա։ Մինոտավրի եւ Աստերի այդ արճակատումը,
ինքն չի դավաճանում իր սկզբունքներին։ Վերջին անգամում ես ասել ես քեզ շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում։ Դե քո չեմ ասի, իհարկե ում պիտի դաս։ Իսկ ումից ես ներողություն խնդրել։ Ներողություն խնդրել։ Ես աշխատում եմ ապրել այնպես, որ ներողություն խնդրելու կարիք չլինի։ Ասում որ հանդիպես ինչ կասես։ Ես շատ լուրջ խնդիրներ ունեմ հավատի հետ, շատ լուրջ, ցավոք սրտի։ Համար չգիտեմ։ Կասեմ ինչու։ Ինչու ես ամենը դու հանդուրժեցիր։ Ինչու հանդուրժեցիր քեզ առաջինը հավատացած ժողովրդի ցեղասպանություն։ Շատ հարցեր կտամ։ Հետաքրքիր հարցազրույց կլինի դեպ, որ եթերով կտանք մենք անպայման։ Շնորհակալ եմ քեզ, որ եկար տանիք։ Շնորհակալ։ Որ մենք ունեցանք այս հաճելի ու անկեղծ զրույցը միասին։ Վստահ եմ, որ էլի մեկ այլ երկրում, մեկ այլ տանիքում նորից կհանդիպենք, որովհետև քեզ հետ կարելի է շատ երկար զրուցել։ Հիմա ուզում եմ, որպեսզի մեր անտիդեպրեսանտը օգտագործենք, որ ինձ համար շատ օգտավետ է, դա գոռալն է։ Ես շատ եմ սիրում տանիքից գոռալ, ու եթե հոգուս խորքում ունենում եմ որոշակի նեղացվածություն կամ ընկճախտ, ապա թողնում եմ այստեղ ու մաքուր սրտով գնում եմ այստեղից։ Շնորհակալ եմ քեզ, պատրաստ ես ինձ հետ գոռալ։ Իհարկե։ Հաղորդման գործընկերն է Իտալ Սոլարը, Պրոշյանի կոնյակի գործարանը իր ֆրունզիկ գինիներով, Ամիո բանկը, Star Life ընկերությունը, Musa Production, սրտի տանիքներով։ Շնորհակալություն Թինա Թևոսյան Beauty Center-ին։